նախ որևիցե մեկը չի ներխուժել վեհարանի տարածք նախամուտքի մոտ են եղել։ Երկրորդը նույն ձեր նշած անձը շատ լավ իմանալով փախել էր, պահկվել էր այդտեղ, մտածելով, որ այդտեղ ինքը իրեն կարող է պաշտպանված գալ, եւ դա ակնհայտ էր։ Երկրորդը եկեք մի բան հասկանանք, էլի։ Հիմա մեր ընդդիմադիր գործընկերներն են եկել իրենց դոշ են ծեծում, կա դատարանի որոշում եւ գնալ մտնել ինչ որ միտեղ եւ փորձել պատասխանվել եւ դատարանի որոշումը որպեսզի չկատարվի, դա անընդունելի է։ Եվ վերջի վերջո իշխանությունը տեսնելով, ոստիկանությունը տեսնելով, որ նման ԱԱԾ-ն, չեմ հիշում կոնկրետ որ մարմիններ իրականացնում, ազգային անվտանգության ծառայությունը տեսնելով, որ իրավիճակը կարող է լարվել, ընդհակառակը դուրս եկա, որպեսզի իցույց դնի, որ նման բան անելու նպատակ չկա եւ իրենց գործառույթն են իրականացնում, թե մեկի մոտ ինչ-որ կարծիք կա, որ ԱԱԾ-ն ցանկության դեպքում, ասենք չեմ 300 կամ 400 հոգի որ մարտինի չի կարող մտնել այդտեղից մեկին դուրս անել, իհարկե կարող է, բայց այդպես քայլի չգնաց, ի պատիվ մեր ԱԱԾ-ի պետք է ասեմ, որ շատ ճիշտ որոշում կայացրեցին, որովհետև այդ ամեն ինչը արված էր այդ շոուն կազմակերպելու համար։ Ես կնստեմ ավտոն, հետո ինձ չեն թողնի, հետո ես դուրս կգամ մեքենայից, հետո ես ոտքով կգնամ։ Դե լավ եկեք հերիքա ոտքով գնամ, բանով մեքենայով կգամ։ Ինչ դերասանություն էր ուզում ասել։ Պարոն Սիմոնյան, բայց եթե փախչելու ներողություն, փախչելու միտում ունենար, քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին ըստ դատախազության, բայց ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 25-ին է միայն որոշում, որ փախչելը մենակ գնալ թաքնվելով չի, պարզ է, չէ՞ որ Հայաստանում դժվար կարողանար ինքը թաքնվել։ Իմաստը շոու սարքելն է, իմաստը մարդկանց հրահարելն է, ցույց տեսեք հիմա ինչ է կատարվում։ Մենք ասում ենք, այս մարդը եկեղեցական կանոնն է խախտել, ասում են մենք այդ հարցերին ինչ որ բան լալահարաշ ձայնով ինչ որ բաներ են ասում, ոչ մեկ չի կարողանում հասկանալ թե ինչ են ասում։ Դուք հասկացել եք այսքան ժամանակ լրագրողներով։ Դուք այսքան լավ լրագրողներով գալիս եք քաղաքական գործիչներին, ազգային ժողովի նախագահին, վարչապետին հարց եք տալի, կոնկրետ պատասխան եք վերստում։ Դուք այսքան ժամանակ հասկացել եք իրենք ինչ են ասում։ Իրանց նպատակը շոու անելն է։ Ասում ենք մարդը հանցագործություն է արել, բանը տեսանյութեր են հրապարակվել, բան են հրապարակվել, ինչ ասես ասում են, բացի հստակ պատասխան տալուց։ Իրանց հորերին են հիշում, Աստվածաշնչից են խոսում, չգիտեմ նախկիններից են խոսում, ներկաներից են խոսում, կոնկրետ ոչ մի բան չեն ասում, սա արվում է շոու անելու համար։ Այդ շոուները իրանց վնաս է պատճառում, որտեղ շոու անել չգիտեն։ Ես